Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Ադնակլասնիկում, TikTok-ի անալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту, делаю разные амулеты, талисманы, обереги. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю у себя в доме. Еще работаю онлайн, дистанционно, с помощью видеозвонка. Мои все прямые эфиры, они сохраняются на всех социальных сетях, Контакт, Инстаграм, Ютуб, Одноклассник, Фейсбук. Подпишитесь на мои каналы, там много хорошей информации для каждого из вас. Там много ритуалов, много заговоров, много хорошей информации для каждого из вас. Ինչպես գիտեք սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի 2 ժամով մտնում եմ ուղի եթեր, որտեղ պատասխանում եմ ձեր հարցերին, ուղի եթերների համար եղեք ակտիվ ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր գեղեցիկ մեկնաբանություններով, բացի դրանից եթե ուզում եք, որ ձեր հարցերին պատասխանեմ, նկատի ունեցեք, որ իմ ուղի եթերները պահպանվում են իմ բոլոր ալիքներում, եթե զգում եք, որ այդ հարցը կորեկտ չէ, այդ հարցը հանրային ներկայացման հարց չէ, տվյալ հարցը կարող եք անհատական ինձ տալ։ Իսկ եթե գտնում եք, որ այդ հարցը բարձրաձայնելու հետ կապված ոչ մի խնդիր չկա, դուք նոր կարող եք այդ հարցը ինձ տալ։ Հարց տալու ժամանակ գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր սոցիալական վիճակը, ամուսնացած եք, բաժանված եք, նաև գրում եք ձեր հարցի ոլորտը, ինչ ոլորտին է վերաբերվում, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, բացի դրանից կարող եք անմիջապես հարց տալ ձեր վրա նեգատիվի առկայության մասին, ես նման հարցերին նույնպես իմ ուղի եթերի ընթացքում պատասխանում եմ։ Եթե նույնիսկ ուղի եթերի ընթացքում ես զգացի, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը ինչ-որ նեգատիվի արդյունք է, ես դա անմիջապես բարձրաձայնելու եմ։ Дорогие мои подписчики, я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Вы тоже можете давать ваши вопросы на русском языке. Я с большим удовольствием вам тоже буду отвечать. Այսքանը սիրելիներս սկսեցինք մեր կանխատեսման ուղիղ եթերը։ Անահիտ 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Սիրելի Անահիտ, կա խնդիրներ ձեր անձնական և ձեր գործնական ոլորտում։ Գիտեք ինչ, այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են, ինչ-որ թեթևակի հիասթափություն կա, սիրելի Անահիտ, բայց որոշակի ժամանակահատվածում ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կկատարվեն։ Արուս 35 տարեկան, ինչ է սպասվում։
Արուս 35 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Արուս, հաջողություն է սպասվում, հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ անձնական եւ գործնական, ֆինանսական առաջընթաց, եթե նույնիսկ խնդիրներ եւ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից կարողանալու եք դուրս գալ, հաջողություն է սպասվում։ Հեղինե 36 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հեղինեի համար։ Սիրելի Հեղինե, ցույց է տալիս, որ ճիշտ է դժվարություններ կար, նեղություններ կար, ցույց է տալիս, որ դուք մենակ եք այդ կռվի, այդ պայքարի մեջ, բայց նաև ցույց է տալիս, որ դուք այդ կռվից, այդ պայքարից, այդ դժվարություններից հաղթանակով դուրս եք գալիս։ Պրոբլեմներ եթե կա, դուք այդ պրոբլեմներից ձերբազատվում եք։ Անի, այս տարի կհղիանա, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Անի, այս տարի հղիություն կլինի, թե ոչ։ Ցույց է տալիս, որ կա խնդիրներ, սիրելի Անի, հնարավոր է ներքին վախեր, հնարավոր է ներքին տագնապներ, նույնիսկ հնարավոր է հոգեբանական խնդիրներ, որի պատճառով ցույց է տալիս, որ չի լինում ձեր հղիությունը։ Գիտեք ինչ, սիրելի Անի, ձեր ներքին վախերը հաղթահարեք, ձեր այդ ներքին վախերը հաղթահարեք եւ ձեր կյանքի մեջ կլինի հղիություն։ Ներքին վախեր ունեք, ներքին տագնապներ ունեք, այդ ներքին վախերը, տագնապները իրանք փակում են ձեր հղիության ճանապարհը։ Լավ կլինի նույնիսկ մի հատ էքստրասենսի դիմեք, մի հատ ձեր բիոէներգետիկ դաշտմակրման գործողություն կատարի, այդ ձեր վախերը, այդ ձեր ներքին տագնապը ձեր վրայից դուրս գա, որպեսզի ձեր հղիանալը ավելի արագ լինի, բայց կլինի հղիություն։ Ալինա 23 տարեկան, ինչ է սպասվում։ Ալինա 23 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Ալինա, ձեր կյանքի մեջ հաջողություն է սպասվում։ Անձնական ոլորտում, ֆինանսական ոլորտում, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դուք ինչի մասին, որ շատ եք երազում, ձեր այդ երազանքը կատարվում է, սպասվում է հաջողություն, երազանքների կատարում, երջանկություն է սպասվում։ Նազենի 18 տարեկան գործնական, Նազենի 18 տարեկան գործնական։ Սիրելի Նազենի, ձեր գործնականը փակված է, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով չի ստացվում ձեր գործնականը։ Փակված է ոչ միայն ձեր գործնականը, նաև ձեր անձնականը։ Սիրելի Նազենի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Այս կախվածությունը, այս նեգատիվը, այս կապը ձեր վրայից մաքրեք եւ ֆինանսական կլինի, նաև անձնական կլինի։ Արմինե 37 տարեկան աշխատանք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 38 տարեկան աշխատանք։ Սիրելի Արմինե, դուք ունենաք աշխատանք եւ շատ լավ աշխատանք։ Մոտ ժամանակահատվածում, եթե նույնիսկ խնդիրներ կա ձեր անձնական ոլորտում, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Եթե նույնիսկ աշխատանքեր չունեք, դուք շատ մոտ ժամանակահատվածում ձեր աշխատանքի առաջարկություն կունենաք եւ այնպիսի աշխատանք, որը ձեր սրտին հարմար է։ Արդակ 43 տարեկան աշխատանք։ Արդակ 43 տարեկան աշխատանք։ Սիրելի Արդակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր աշխատանքները փակված,
ձեր ասնականները փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի աշխատանք, քանի այսօրը ձեր վրա կախված է, աշխատանք չկա, ընդհակառակը քանի գնա ավելի կբարտանա ձեր և ֆինանսական ոլորտը, նաև ձեր ասնական ոլորտը։ Արինա 50 տարեկան անձնական ֆինանսական Արինա 50 տարեկան անձնական ֆինանսական Սիրելի Արինա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր մայրական ազգը ամբողջովին փակված է, դրա համար կա և անձնական խնդիր, կա և ֆինանսական խնդիր, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ձերբազատվեք, էքստրասենսի դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն և այդ խնդիրները, պրոբլեմները ձեր և անձնական և ֆինանսական ոլորտում կլուծվեն, թե չէ քանի գնում այնքան քաոս է ձեր կյանքի մեջ, սիրելիս։ Լիանա 47 տարեկան, կհաշտվեք թե ոչ։ Լիանա 47 տարեկան, կհաշտվեք թե ոչ։ Սիրելի Լիանա, ոչ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր բաժանության հիմնական պատճառը այդ թուղթուգիրը և անեծքն է, քանի կա այս նեգատիվը, սիրելի Լիանա, հաշտություն չի լինի, որպեսզի լինի հաշտություն, դուք պետք է դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրայից, ձեր կողակցի վրայից այս նեգատիվը հանեք, նոր կլինի հաշտություն։ Գևորգ 21 տարեկան, ինչ է սպասվում մոտակա ժամանակներում, Գևորգ 21 տարեկան։ Սիրելի Գևորգ, ձեր դեմ հաջողության հնարավորություն է, հաջողության ճանապարհներ է, նոր հորիզոններ է, նույնիսկ հնարավոր է Գևորգ այդ տարածքից դուրս գա, նույնիսկ հնարավոր է երկրից դուրս գա, Գևորգի մոտ ամեն ինչ լավ է լինելու, հաջողություն է սպասվում և աշխատանքային ոլորտում, և անձնական ոլորտում։ Արեգ Աքսանա, կհաշտվեք թե ոչ։ Արեգ Աքսանա, կհաշտվեք թե ոչ։ Տարօրինակ իրավիճակ է ձեր մոտ, ամեն մեկը վախենում եք, քայլ անեք, գիտեք ինչ, պետք է մարդը և տղամարդը և կինը պետք է քայլ անի, եթե մարդիկ ցանկանում են հաշտվել, Աստծո ցույց է տալիս, որ դուք վախենում եք քայլ անեք, և տղամարդը և կինը վախենում են, ոնց որ ձեր պագոնները, ձեր ուսադիրները ձեր վրայից կգնի, կա ձեր մեջ ֆինանսական խնդիր, կա ֆինանսական դժվարություններ, տարօրինակ բարդություններ են, գիտեք ինչ, հաշտություն կլինի, եթե դուք քայլ անեք, և տղամարդը և կինը պետք է անպայման քայլ անի, նոր կլինի հաշտություն, մի նստեք սպասեք, շարժվեք և կլինի հաշտություն։ Արմինե 51 տարեկան, անձնական Արմինե 51 տարեկան, անձնական Կա խնդիրներ, սիրելի Արմինե, Սիրելի Արմինե, ձեր տոհմի վրա կա անեծք, որի պատճառով և անձնական խնդիրներ կա, և ֆինանսական խնդիրներ կա, որպեսզի հաջողություն լինի ձեր կյանքի մեջ, դուք պետք է այս նեգատիվից ձերբազատվեք, դուք առաջ չեք քայլում, ձեր կյանքի մեջ անընդհատ հետընթաց է, նույնիսկ ինչ հիմքեր որ ունեք, սիրելի Արմինե, դուք այդ հիմքերից անընդհատ զրկվում եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն, թե չէ դուք քաոսի մեջ եք ամբողջովին ընկած,
Անընդհատ ոնց որ անընդհատ երկրաշարժի մեջ լինեք, սիրելի Արմին է, դիմեք էքստրասենսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ կլինի հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Մադլենա 23 տարեկան, տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Մադլենայի համար։ Մադլենա 23 տարեկան, Սիրելի Մադլենա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում հաջողություն է, անձնական ոլորտում, ֆինանսական ոլորտում, գործնական ոլորտում, ճակատագրի անիվը, ֆարտունան, հաջողության անիվը ձեր կողքին է։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, սիրելի Մադլենա, դուք այդ խնդիրներից հաղթանակող դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, հաջողություն, սիրելի Մադլենա։ Զարա 43 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Զարայի համար։ Զարա 43 տարեկան, սիրելի Զարա, կա ֆինանսական խնդիրներ, հնարավոր է պարտքեր, հնարավոր է վարկեր, ձեր մեկը ոնց որ երկուս չի դառնում, գիտեք ինչ, այո, ցույց է տալիս, որ կա ֆինանսական խնդիրներ, շատ եք մտածում այդ ֆինանսական խնդիրների մասին, բայց գիտեք ինչ, սիրելի Զարա, եւ ձեր ֆինանսական խնդիրները լուծվելու, նաեւ ձեր անձնական կյանքի մեջ նույնպես հաջողություն է ցույց տալիս, շարժվեք եւ առաջ գնացեք, ձեր կյանքի եւ անձնական եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն եւ հաղթանակներ։ Թաքուի 31 տարեկան, առողջական, Թաքուի 31 տարեկան, առողջական, Սիրելի Թակուի, ձեր առողջական խնդիրը թուղթուգրի պատճառ է, ձեր առողջական խնդիրը անեսքի նեգատիվի պատճառ է, պետք է դիմեք էքստրասենսի, նաև պետք է դիմեք բուժհիմնարարություն, դա ոտքի վրա չեք կարողանա տանել, առողջական միջամտության հետ միասին նաև պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրվի, սիրելի Թակուի, որպեսզի բուժումը լինի արդյունավետ, ձեր ֆիզիկական առողջական խնդրի պատճառը թուղթուգիրն է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք, որպեսզի լինի առողջացում, բարև ձեզ, Ջուլիա 19 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը Ջուլիայի համար, Ջուլիա 19 տարեկան, անձնական, սիրելի Ջուլիա, ձեր մոտ ցույց է տալիս, որ ֆինանսական հաջողություններ կունենաք, այսինքն հնարավոր է աշխատանք, հնարավոր է մասնագիտություն, նոր դրանից հետո ձեր անձնական կյանքի մեջ կմտնի հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, դուք սկզբից հետևեք ձեր ֆինանսականին, ֆինանսականից հետո ձեր կյանքի մեջ կլինի նաև անձնական հաջողություններ։ Գայանե 48 Շնորհակալ եմ ձեզանից, Սեդա 35 տարեկան, անձնական, Սեդա 35 տարեկան, անձնական, Սիրելի Սեդա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, ավելի շուտ ոչ թե թուղթուգիր, այլ անեսք, ձեր նախնիների, ձեր հնարավոր է եւ հայրական, հնարավոր է եւ մայրական ազգի վրա կա անեսք,
Փակված է ձեր անձնագանը, փակված է ձեր գործնականը, սիրելի սեդա, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր տոհմա ծառի նեգատիվ էներգիան ձեր վրայից մաքրեք, կլինի հաջողություն, քանի այս նեգատիվը կա, սիրելի սեդա, ինչի վրա հենվում եք կքանդվեք։ Հերմինե 28 տարեկան անձնական, Հերմինե 28 տարեկան անձնական, Սիրելի Հերմինե, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակ, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Հերմինե, ձեր այդ երազանքները նպատակները կատարվում են, երջանկություն է ցույց տալիս ձեզ, սիրելի Հերմինե, Ռոզա 30 տարեկան անձնական, Ռոզա 30 տարեկան անձնական, Սիրելի Ռոզա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, դուք երկար սպասված երազանքներ ունեք, ձեզ թվում է, թե ձեր երազանքները չի կատարվում, ընդհակառակը ցույց է տալիս, որ ձեր երազանքների կատարման ժամանակը արդեն մոտիկ է, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Ինչ նեգատիվ խնդիրներ, պրոբլեմներ կա, սիրելի Ռոզա, դուք դրանից ազատվում եք, ձերբազատվում եք։ Միրան 61 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Միրհանի համար։ Միրհան 61 տարեկան անձնական, Միրան 61 տարեկան անձնական, Սիրելի Միրան, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով անձնական խնդիրներ կա, առողջական պրոբլեմներ կա, ֆինանսական խնդիրներ կա, ձեր վրա կա թուղթուգիր, սիրելի Միրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Միրան, դիմեք էքստրասենսի, մաքրվեք։ Թերմինե 39 տարեկան, ինչ է սպասվում անձնական ոլորտում, Թերմինե, տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի Թերմինեին։ Սիրելի Թերմինե, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կապ, փակված է ձեր հաջողության ճանապարհը, դուք էլ լավ գիտեք, սիրելի Թերմինե, ոչ մի բան չի ստացվում, անընդհատ պայքարում եք, բայց ձեր այդ պայքարը ձեզ ոչ մի օգուտ չի տալիս, ընդհակառակը, քանի գնում պրոբլեմները շատանում են, պրոբլեմները բազմապատկվում են, սիրելի Թերմինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կապն ու կապանքը ձեր վրայից հանեք, կլինի հաջողություն, քանի կապված վիճակում եք, առաջխաղացում չկա, ընդհակառակը պրոբլեմներ, Գայանե 48 տարեկան անձնական, Գայանե 48 տարեկան անձնական, Սիրելի Գայանե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, որի մասին շատ եք մտածում, այդ խնդիրից, պրոբլեմից դուք կարողանալու եք դուրս գալ, եւ ինչ երազանք նպատակ, որ ունեք ձեր անձնական ոլորտում, դուք դրան հասնելու եք, դրանք կատարվելու են։ Էդիկ 48 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդիկի համար։ Էդիկ 48 տարեկան, սիրելի Էդիկ, կա ֆինանսական խնդիրներ, Սիրելի Էդիկ, ձեր վրա կա թուղթուգիր,
Դրա պատճառով եւ ֆինանսական խնդիրներ կա եւ անձնական խնդիրներ կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառակեստեսի, այս թուղթուգիրը, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի էջիկ, որպեսզի այդ խնդիրները, այդ խնդիրները ավելի շատ չբարտանան, որովհետեւ ցույց է տալիս, որ սիրելի էջիկ, դուք ոչ թե առաջ եք գնում, այլ ընդհանրակը հետընթաց է։ Ինչին ձեր եք տալիս, դա փլուզվում է ու քանդվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ հաջողություն կլինի։ Ֆինանս չկա, պարկեր, պրոբլեմներ, դիմեք էքստրասենսի, մաքրվեք, սիրելի էջիկ։ Բարև ձեզ։ Սարա, 25 տարեկան, անձնական։ Սարա, 25 տարեկան, անձնական։ Սիրելի Սարա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր հայրական ազգը նեգատիվի տակ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր անձնականը գալիս տեղ չի ասնում, ձեր անձնականը ձեզանից փախնում է, դուք եք զարմանում, թե ինչն է պատճառը, ամբողջովին փակված է ձեր անձնականը, սիրելի Սարա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն կլինի անձնական։ Եթե չմաքրվեք, անձնական չեք ունենա, ժամանակ կկործնեք, կկանգնեք դադար կոյգոդրած դաշտակի առաջ։ Արա, 21 տարեկան, անձնական։ Արա, 21 տարեկան, անձնական։ Սիրելի Արա, հաջողություն է ցույց տալիս ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի Արա, ձեր կյանքին սպասվում է, ձեր կյանքի մեջ սպասվում է ձեր երազանքների նպատակների կատարում բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական ոլորտներում հաջողություն է ցույց տալիս։ Լիանա, 46 տարեկան, ընդհանուր։ Տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա, 46 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Լիանա, հաջողություն է ցույց տալիս։ Ճանապարհներ, հնարավորություններ, ելքեր, հորիզոններ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր ազատվում եք, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, ձեր դեմ հնարավորություններ է բացվում, հնարավոր է նույնիսկ երկրից տեղափոխվելու հնարավորություն ունենաք դուք, ձեր բոլոր երազանքներն ու նպատակները կատարվում են։ Ռոզա, 36 տարեկան, անձնական։ Ռոզա, 36 տարեկան, անձնական։ Սիրելի Ռոզա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս կա դժվարություն, բայց դուք այդ դժվարությունից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաղթանակով դուրս եք գալիս, լսեք մենակ ձեզ, լսեք ձեր ներքին ձայնին, կողմնակի մարդկանց խորհուրդները մեկ լսեք, սիրելի Ռոզա, ձեր անձնական կյանքի մեջ կմտնի հաջողություն։ Ճիշտ է, մի քիչ դժվարություն է ցույց տալիս, բայց դուք այդ դժվարությունը հաղթահարելով դուրս կգաք։ Էրիկ, 20 տարեկան, ընդհանուր։ Էրիկ, 20 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Էրիկ, ձեր մայրական ազգի վրա անեծք կա, փակված է եւ գործնականդ եւ ֆինանսականդ, կլինի նաեւ առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Էրիկ, դեռ երիտասարդ եք, որպեսզի այնինչ որ ճակատագրով քո ճակատիդ գրած է երջանկություն, այդ երջանկությունը քեզի հասնի, սիրելի Էրիկ, եթե դուք չմաքրվեք, ընդհանրակը պրոբլեմներ կլինի, որ այդ պրոբլեմներից դուք չեք կարողանա ձեր ազատվել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի հաջողություն, սիրելի Էրիկ։
Ահարոն 37 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ահարոնի համար։ Ահարոն ընդհանուր։ Սիրելի Ահարոն, ճիշտ է ձեր մոտ ցույց է տալիս, որ ոնց որ կանգնած իրավիճակ է եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, բայց այդ բարդությունների, այդ կանգնած իրավիճակի վեճն է գալիս։ Տիեզերքի կամքով ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Դուք այդ կանգնած իրավիճակից դուրս եք գալիս։ Աստվածային ուժերը ձեզ տալիս են հնարավորություն, դուք այդ կանգնած իրավիճակից, այդ քնած իրավիճակից դուրս եք գալիս։ Նեղությունը, դժվարությունը թողնում եք անցյալում, ձեզ սպասվում է հաջողություն։ Եվ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, սիրելի Ահարոն։ Մարի 34 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիի համար։ Սիրելի Մարի, հաջողություն է ցույց տալիս։ Հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք, ինչ նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, սիրելի Մարի, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ազատվում եք։ Ինչ նպատակ որ ունեք, ինչ երազանք որ ունեք, անձնական ոլորտում, գործնական ոլորտում, դրանք բոլորը կատարվում են։ Հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Մայրամ 25 տարեկան։ Ինչ է սպասվում։ Ամայրամ 25 տարեկան։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով կա խնդիրներ, կա անձնական դժվարություններ, անձնականդ ամբողջովին քանդված է, կա նաև ֆինանսական խնդիրներ։ Սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս թուղթուգիրը, այս նեգատիվը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Մայրամ, ու դուք կտեսնեք, թե ինչպիսի հաջողության ժամանակահատված կսկսի ձեր կյանքի մեջ։ Արմեն, զինվոր, անհայտ է։ Արմեն, գիտեք ինչ, ես տեսնում եմ մահացած, ճիշտ է ես չեմ սիրում նման հարցերի պատասխանել, բայց որ տվել եք, ճիշտ է դուք գրում եք, որ անհայտ կորած եմ, ես տեսնում եմ իրեն մահացած, ասված իրա հոգին լուսավորի, Արմենը մահացած է, ողջ չէ, կենդանի չէ Արմենը, ասված թող իրեն հոգին լուսավորի։ Ենոք 33 տարեկան անձնական, Ենոք 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ենոքի համար։ Սիրելի Ենոք, ձեր վրա կա թուղթուգիր,
որի պատճառով ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ կան, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, սիրելի Ենոք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն, քանի այս կավանքները, այս նեգատիվը ձեր վրա կա, սիրելի Ենոք, խնդիրները քանի գնան, ավելի կբարտանան, ձեր իրավիճակներ քանի գնա, ավելի կվատանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր ձեր կյանքի ոլորտներում, կյանքի բոլոր ոլորտներում կմտնի հաջողություն։ Սուսաննա, 28 տարեկան, ինչ է սպասվում, անձնականում ինչ է սպասվում, Սուսաննա, 28 տարեկան, սիրելի Սուսաննա, հաջողություն է սպասվում ձեր անձնական ոլորտում, սեր, երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են, ձեր անձնական ոլորտում հաջողություն է սպասվում, երազանքների, նպատակների կատարում է սպասվում, սիրելի Սուսաննա։ Էմա, 46 տարեկան, անձնական, Էմա, 46 տարեկան, անձնական, սիրելի Էմա, ձեր անձնական ոլորտում կան խնդիրներ, բայց դուք այդ խնդիրներից կարողանալու եք դուրս գալ հաջողությամբ, ձեր դեմ ճանապարհներ է բացվում, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից կարողանալու եք դուրս գալ, ճանապարհներ է բացվում, Մագա, 58 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մագայի համար, Մագա, 58 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մագայի համար, սիրելի Մագա, ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի պատճառն է, թուղթուգրի անեզկի նեգատիվի պատճառն է, որպեսզի լինի բուժում, որպեսզի լինի առողջացում, ոչ միայն պետք է բուժման պրոցեդուրա ընդունեք, նաև պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, սիրելի Մագա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրայից նեգատիվը մաքրեք, կլինի առողջացում, իսկ եթե այս նեգատիվը ձեր վրա մնա, նույնիսկ բուժական պրոցեդուրաները ձեզ չեն օգնի։ Լանա, 44 տարեկան, անձնական, Լանա, 44 տարեկան, անձնական, սիրելի Լանա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, երազանքների, նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ որ ունեք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, դրանք կատարվելու են, ձեր դեմ հնարավորություններ ու ճանապարհներ է բացվում, նեղությունն ու դժվարությունը թողնում եք անցյալում, Նելի, 27 տարեկան, ինչ է սպասվում, Նելի, 27 տարեկան, ինչ է սպասվում, սիրելի Նելի, հաջողություն եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, հաջողություն է սպասվում, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են, սիրելի Նելի։
Մխիտար 29 տարեկան անձնական Մխիտար 29 տարեկան անձնական Բարև ձեզ, լիֆտ եք անել, ծանոթ ենք։ Չէ, ես չհասկացա իջե, անջատ եկել եք, Լավ, շնորհակալություն։ խնդրեմ, բարև ձեզ, ինձ լսում եք սիրելիներս, իսկ նկարը երևում է, մի հատ էլ տապադասխանեք, սկսենք նորից, շարունակենք, հա, թե տվեց էր հարցերը, Սարգիս անչափահասներին չեն պատասխանում, Անահիտ 44 տարեկան անձնական, հա, էֆիրս խառնվել էր, բարև ձեզ, Հերմինե 42 տարեկան անձնական, Հերմինե 42 տարեկան անձնական,
Սիրելի Հերմինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Հերմինե, այդ երազանք նպատակները կատարվում են։ Հաջողություն է ցույց տալիս։ Մխիթար 29 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մխիթարի համար։ Մխիթար 29 տարեկան անձնական։ Սիրելի Մխիթար, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Մխիթարի կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակահատված։ Երջանկություն է սպասում մեր սիրելի Մխիթարին։ Գագիկ 18 տարեկան անձնական։ Գագիկ 18 տարեկան անձնական։ Սիրելի Գագիկ, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, ձեր գործնական ոլորտում, ցույց է տալիս, որ կան դժվարություններ, բայց դուք այդ դժվարությունները հաղթահարում եք։ Սիրելի Գագիկ, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություններ, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Ճիշտ է, դուք պետք է մի քիչ ուշ գործադրեք, որպեսզի այդ երազանքների նպատակների կատարումը լինի, միք նստեք, միք քնեք, բայց ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն։ Արկադի Սիրանուշ, ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արկադի Սիրանուշի համար։ Արկադի Սիրանուշ։ Կա խնդիրներ, սիրելի Արկադի, սիրելի Սիրանուշ, բայց այդ խնդիրները լուծվում են։ Կա խնդիրներ, հնարավոր է ֆինանսական ոլորտում, հնարավոր է անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են։ Դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Հաջողություն է սպասում ձեր կյանքի մեջ, սիրելի Արկադի։ Սմբատ 52 տարեկան գործնական ֆինանսական։ Սմբատ 52 տարեկան գործնական ֆինանսական։ Սիրելի Սմբատ, ձեր եւ գործնական, եւ ֆինանսական, եւ անձնական ոլորտում հաջողություններ է ցույց տալիս։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս։ Հնարավորություններ, նոր ձեռքբերումներ, նոր մարդիկ, հաջողություն է ցույց տալիս ձեր եւ գործնական, նաեւ անձնական ոլորտում։ Ես է ցեզանից եմ շնորհակալ։ Ռուզաննա 30 տարեկան գործնական։ Ռուզաննա 30 տարեկան գործնական։ Կա խնդիրներ, սիրելի Ռուզաննա, ձեր գործնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Ֆինանսական դժվարություններ կա, պրոբլեմներ կա, բայց սիրելի Ռուզաննա, ուղղակի որոշակի ժամանակահատվածում դուք այդ ֆինանսական դժվարություններից եւ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալու։ Լիլիթ 20 տարեկան, ինչ է սպասվում։ Լիլիթ 20 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Լիլիթ, հաջողություն է սպասվում, երջանկություն է սպասվում, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են, հաջողություն է սպասվում, սիրելի Լիլիթ։ Անահիտ 44 տարեկան անձնական։ Անահիտ 44 տարեկան անձնական։ Սիրելի Անահիտ, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում։ Ճիշտ է, կա խնդիրներ, բայց այդ խնդիրներից դուք դուրս եք գալիս։ Ձեր դեմ հնարավորություններ է բացվում, ձեր դեմ ճանապարհներ է բացվում։ Եթե նույնիսկ պրոբլեմներ կա, սիրելի Անահիտ, դուք այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Անահիտ։ Հնարավոր է դուք երկրից դուրս գաք։
հնարավոր է դուրս գաք, հնարավոր է նաև այդ պրոբլեմից ու դժվարությունից հաղթահարեք դուրս գաք։ Բեդո 29 տարեկան ազնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Բեդոյի համար, Բեդո 29 տարեկան ազնական, սիրելի Բեդո ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, քանի այս թուղթուգիրն ու անեծքը կա, Բեդոյի մոտ անձնական հաջողություն չի լինի, ես էլ ձեզանից եմ շնորհակալ։ Կարինե 23 տարեկան ազնական, Կարինե 23 տարեկան ազնական, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար, սիրելի Կարինե, ձեր անձնական ոլորտում հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են, ամուսնություն, ընտանիք, երջանկություն, բալիկներ, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են, սիրելի Կարինե, Մերի 44 տարեկան անձնական ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 44 տարեկան անձնական ֆինանսական, գիտեք ինչ, կա խնդիրներ սիրելի Մերիի մոտ, ֆինանսական խնդիրներ, պարտքեր, աշխատանքային դժվարություններ, սիրելի Մերիի վրա կա թուղթուգիր, փակված է, հնարավոր է եւ Մերիի վրա կա անեծք, եւ ֆինանսականն է փակված եւ անձնականն է փակված, կա խնդիրներ, անձնական պրոբլեմներ, ֆինանսական պրոբլեմներ, մեկը երկուս չի դառնում, անձնական խնդիրներ, տարաձայնություններ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Մերի, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական հաջողություն կլինի, Անահիտ 54 տարեկան աշխատանք, Անահիտ 54 տարեկան աշխատանք, Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, եւ անձնական դե փակված, եւ աշխատանք դե փակված, եւ առողջական խնդիրներ կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Անահիտ, նոր կլինի հաջողություն, թուղթուգիր ու անեծք կա, դրա համար էլ ոչ մի հաջողություն չկա, խնդիրներ, պրոբլեմներ, քաոս ձեր ամբողջ կյանքի ընթացքում, սիրելի Անահիտ, Սոֆիա Սարգիսը կգրի, անձնական կապը կշարունակվի, թե ոչ, Սոֆի Սարգիս, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Սոֆի Սարգիս, անձնական կապը կշարունակվի, թե ոչ, Ընդհանրապես ոչ, անձնական կապը չի շարունակվի, հնարավոր է եւ Սոֆիի վրա, եւ Սարգիսի վրա կա թուղթուգիր, կա նեգատիվ, բացի դրանից իրենք առանձին էլ չեն կարողանա իրենց անձնական կապը ստեղծել, որպեսզի շարունակվի, որպեսզի իրենք կարողանան իրենց անձնական երջանկությունը գտնել, թեկուզ եւ առանձին պետք է եւ Սոֆին մաքրվի, նաեւ Սարգիսը պետք է մաքրվի, քանի կա այս նեգատիվը միացում չի լինի։ Սիրելիներս, գրած գրես, գրում եք, որ ես 2 տարեկան Տիգրանի մասին ասեմ, մի բան ասեմ, ինձանից թող իմ ունկնդիրները չնեղանա, ես ընդհանրապես չեմ սիրում ուրիշի ցավի վրա ինչ-որ
դիվիդենտներ հավաքել, ուրիշի ցավի վրա լսումներ հավաքել, մեր շատ էքստրասենսները նման ձևով են իրենց համար հաճախորդներ լսարան հավաքում։ Ես էլ կարող եմ մտնեմ ու եթեր ու այդ 2 տարեկան երեխայի անունը անընդհատ հոլովելով ինչ ցուցադրեմ։ Ես չեմ սիրում ինձ ցուցադրել ուրիշի ցավի վրա։ Դա անհնարին բան է։ Ես նման հոգեբանություն ունեցող ազնվորություն չեմ։ Ես YouTube-ում ունեմ 73,000-անոց YouTube-ում ունեմ 2 YouTube-ներում 130,000-անոց լսարան ունեմ, բայց ես ինձ թույլ չեմ տա, որ այդ երեխայի համար ելնեմ ու ինչ-որ բան ասեմ, բայց քանի որ դուք հիմա ինձ հարց եք տալիս, այդ երեխան կենտանի չի, Տիգրանը կենտանի չի, եթե նույնիսկ իրեն մանել կան, նույնիսկ Տիգրանին չեն կարող գտնել, ես հիմա ձեզ ասում եմ, նույնիսկ Տիգրանի դիակը ջրի մեջ չեն կարող գտնել, որովհետև ես լրիվ ուրիշ բան եմ տեսնում, բայց Տիգրանը մահացած է, Տիգրանը ջրի մեջ չի, իմ կանխատեսումը դա է, ուղղակի դուք ինձ հիմա հարց տվեցիք, ես էլի չէի ուզում պատասխանել, բայց ես այդ երեխային տեսնում եմ մահացած, բայց ոչ ջրի մեջ, բայց չեմ սիրում այդ ծնողների մավան վրա, այդ ծնողների երեխայի մավան վրա ինչ-որ լայքեր հավաքեմ, ինչ-որ դիվիդենտներ հավաքեմ, Աստված ջան, ես էքստրասենս եմ, աստվածային ուժերն են ինձ տվել էքստրասենսի բայցարատեսի հնարավորությունը ու ես մարդկանց ցավի վրա չեմ սիրում իմ տեղը գտնել, փառք Աստծուն, ես իմ տեղը գտնելու այնքան հնարավորություն ունեմ, բայց այդ երեխան մահացած է, երեխային ջրի միջից չեմ գտնել, եղավ, ասկանը մեր սիրելի Տիգրանի համար, Աստված թող իր հետեղնի հոգուն դուսավոր է, Սարգիս 19 տարեկան անձնական Սարգիս 19 տարեկան անձնական Սիրելի Սարգիս, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Սարգիս, որպեսզի լինի անձնական, Հայկ 33 տարեկան, ֆինանսական, Հայկ 33 տարեկան, ֆինանսական, Սիրելի Հայկ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակներ, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք ու նպատակներ որ ունեք, սիրելի Հայկ, ձեր այդ երազանքներն ու նպատակները կատարվում են։ Էմա 34 տարեկան, խղճություն կլինի թե ոչ։ Էմա 34 տարեկան, խղճություն կլինի թե ոչ։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էմայի, այո սիրելի Էմա, խղճություն կլինի ձեզանից էլ
աշկալությամբ եմ սպասվում։ Նարեկ 36 տարեկան ազնական։ Նարեկ 36 տարեկան ազնական։ Սիրելի Նարեկ, ձեր եւ ազնական ոլորտում եւ գործնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակներ, ցույց է տալիս երազանքների նպատակների կատարում։ Սյուզաննա 39 տարեկան ազնական։ Սյուզաննա 39 տարեկան ազնական։ Սիրելի Սյուզաննա, ձեր անձնականը փակված է, ձեր հայրական ազգի վրա կա անեծք, ձեր հայրական ազգի վրա կա թուղթուգիր, որը նաև փակում է ձեր անձնականը։ Սիրելի Սյուզաննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ նոր կլինի անձնական երջանկություն, անձնական հաջողություն։ Նարա 54 տարեկան, հաջողություն կլինի թե ոչ։ Նարա 54 տարեկան, հաջողություն կլինի թե ոչ։ Տեսնեք ինչ է ասում տիեզերքը։ Այո, սիրելի Նարա, հաջողություն կլինի ձեր կյանքի բոլոր ոլորտներում, անձնական, ֆինանսական, հաջողություն կլինի, դժվարությունները, պրոբլեմները կթողնեք անցյալում, ձեր դեմ կբացվի հնարավորությունների ճանապարհ։ Անի 31 տարեկան անձնական։ Անի 31 տարեկան անձնական։ Սիրելի Անի, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա անեծք կա, ձեր անձնականը ամբողջովին փակված է, որպեսզի լինի անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրայից մաքրեք այս նեգատիվը, մաքրեք այս թուղթուգիրը, նոր կլինի անձնական։ Մելինե 28 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Մելինե 28 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Այո, սիրելի Մելինե, հղիություն կլինի։ Ձեզանից էլ աշկալությամբ եմ սպասում։ Աշտուր Տաթևիկ, բաժանություն կլինի թե ոչ։ Արթուր Տաթևիկ, բաժանություն կլինի թե ոչ։ Այո, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով կլինի բաժանություն։ Ձեր բաժանության տարօրինակ իրավիճակը թուղթուգիրն ու անեծքն է։ Հնարավոր է եւ Աշտուրի վրա, հնարավոր է եւ Տաթևիկի վրա, հնարավոր է երկուսի վրա։ Քանի կա այս նեգատիվը, կլինի բաժանություն։ Քանի կա այս նեգատիվը, եւ Աշտուրը եւ Տաթևիկը չեն կարողանա իրենց անձնականը կարգավորել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք, բայց տեսի մաքրվեք։ Եթե մաքրվեք, չի լինի բաժանություն, եթե մաքրվեք բաժանությունից հետո կկարողանաք ձեր անձնական կյանքը կարգավորել, երջանիկ լինել։
Դավիթ 26 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 26 տարեկան անձնական։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ Դավիթի վրա կա սիրային մագիա։ Դավիթի անձնականը փակված է։ Դավիթի վրա կա սիրային մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, Դավիթի վրայի մագիան մոգությունը մաքրեք, կլինի անձնական երջանկություն։ Սոնա 38 տարեկան, կհղյանա թե ոչ։ Սոնա 38 տարեկան, կհղյանա թե ոչ։ Ցույց է տալիս, որ այո, Աստծո կամքով այո, կհղյանա, աշկալուսանք եմ սպասում, այո, Ռուզաննա 18 տարեկան, անձնական ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Սիրելի Ռուզաննա, ձեր տոմի վրա կա անեսք, որի պատճառով դուք դեռ երիտասարդ եք, կարող է այդպես էլ չզգաք ձեր վրա, բայց կամաց կզգաք, որ ձեր ազգի վրա կա խնդիրներ, որի պատճառով եւ անձնական պրոբլեմ կարող է լինի, նաեւ գործնական պրոբլեմ կարող է լինի, որովհետեւ ձեր կյանքի մեջ հաջողություն լինի, սիրելիս, դուք երիտասարդ եք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր այս տոմի վրա եղած անեծքը մաքրեք ու այնիշ որ ճակատագրով ձեր վրա գրած է ճակատագիրը մարդուն երջանիկ է, չարը մենակ մարդուն չարությունն է բերում եւ իր ազգի կատարած չարությունն է բերում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի երջանկություն։ Նարա 47 տարեկան, ֆինանսական։ Նարա 47 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Նարա, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն, երջանկություն, ինչ նպատակ որ ունեք ձեր ֆինանսական ոլորտում, դա կկատարվի։ Նույնիսկ եթե պարկեր կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա ֆինանսական ոլորտում, դուք այդ ֆինանսական խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակով։ Գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, բարև ձեզ։ Սիրելի քուղա, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր անունը։ Նարինե 44 տարեկան, ինչ է սպասվում։ Նարինե 44 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեզ սպասվում է մենակ խնդիրներ, պրոբլեմներ, փակուղի, այն քաոսը, որ ձեր կյանքի մեջ կա, այդ քաոսը քանի գնա, այնքան կվատանա, այնքան կբարտանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, ձեր դեմ կբացվի ճանապարհներ, ձեր դեմ կբացվի հնարավորություններ։ Գոհար 35 տարեկան, կունենաք երրորդ բալիկը թե ոչ։ Գոհար 39 տարեկան։ Ընդհանրապես ոչ, ցույց չի տալիս, որ դուք երրորդ բալիկը կունենաք։ Հրարարչին ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է ձեր կյանքի մեջ բոլոր առաջխաղացումները։ Չէ, երրորդ բալիկ չեք ունենա։ Մարինա 21 տարեկան, անձնական։
Մարինա 21 տարեկան անձնական Կա խնդիրներ սիրելի Մարինա ձեր անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Որոշակի ժամանակ հետո ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, դրանք կկատարվեն։ Նելի 45 տարեկան Դուք ձեր կյանքի մեջ հաջողություն կունենաք ֆինանսական ոլորտում։ Նելի, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նելի համար։ Այո, սիրելի Նելի, դուք հաջողություն կունենաք։ Ճիշտ է, որոշակի խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բայց դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից եք դուրս գալիս հաղթանակով։ Դուք հաջողություն կունենաք։ Ծաղիկ 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ծաղիկի համար։ Ծաղիկ 34 տարեկան։ Սիրելի ծաղիկ, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, լավ անակնկալներ է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիրներ ու պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի ծաղիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում, լավ, ուրախ անակնկալներ։ Ինգա 25 տարեկան Սիրային Ինգա 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ինգայի համար։ Ինգա Սիրելի Ինգա, ձեր անձնականը փակված է, ձեր ազգի վրա կա, տոհմի վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք և ձեր կյանքի մեջ կլինի և անձնական, կլինի և երջանկություն, փակված է ձեր անձնականը, սիրելի Ինգա։ Տիգրան 21 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Տիգրան 21 տարեկան։ Սիրելի Տիգրան, ձեր մայրական ազգի վրա կա անեծք, դու էլ գիտես, որ կա, զգում ես այդ անեծքը, ձեր ներքին ձայնով զգում եք։ Սիրելի Տիգրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքը, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի հաջողություն, ձեր մայրական ազգը անեծքի տակ է, եթե դուք ունեք մորաքուր, մորեղբայր, իրենց մոտ կան խնդիրներ, պրոբլեմներ, ամուսնալուծված վիճակ, բաժանություններ, երեխա ունենալու հետ կապված խնդիրներ, ամուսնանալու հետ կապված խնդիրներ, սիրելի Տիգրան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի և անձնական, կլինի և հաջողություն։ Անահարոտ, երբ երեխա կունենաք, Անահարոտ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի և Հարոտի համար։ Անահարոտ, դուք կունենաք բարեք և շատ մոտ ժամանակահատվածում, ձեզանից էլ աշխահալուսանք եմ սպասվում, սիրելի Աննա, սիրելի Հարոտ, դուք բարիք կունենաք, շատ մոտ ժամանակահատվածում։
Դայանա 20 տարեկան անձնական Դայանա 20 տարեկան անձնական Սիրելի Դայանա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, անձնական երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Դայանա, ձեր երազանքը եւ նպատակը կատարվում է։ Գոր 18 տարեկան անձնական Գոր 18 տարեկան անձնական Սիրելի Գոր, ձեր ազգի վրա կա անեզք, որի պատճառով ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեզքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական։ Եվ անձնական դե փակված, եւ գործնական դե փակված, սիրելի Գոր, դուք կունենաք շատ մեծ պրոբլեմներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք։ Գոգա 30 տարեկան, հղիություն կլինի, թե ոչ։ Գոգա 30 տարեկան, հղիություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում դիեզերքը։ Հղիություն կլինի, թե ոչ։ Այո, կլինի հղիություն։ Այո, կլինի հղիություն։ Արո 29 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Արոյի համար։ Արո 29 տարեկան։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Արո։ Սիրելի Արո, ձեր եւ ֆինանսական խնդիրը եւ անձնական խնդիրը թուղթուկրի անեզքի պատճառ է։ Սիրելի Արո, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դրա համար ոչ մեկ ներգուս տալում, ոչ էլ անձնական երջանկություն կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Անի 27 տարեկան անձնական Անի 27 տարեկան անձնական Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեզք, ձեր անձնականը փակված է, քանի կա այս նեգատիվը, քանի կա այս կախարդանքը, անձնական չկա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի անձնական։ Նելի 25 տարեկան, ձեր նպատակը կկատարվի, թե ոչ։ Նելի 25 տարեկան, ձեր նպատակը կկատարվի, թե ոչ։ Այո, սիրելի Նելի, ձեր նպատակը կկատարվի 100%։ Ձեզանից աշկալուսանք եմ սպասում, սիրելի Նելի, ձեր երազանքը, ձեր նպատակը կկատարվի։ Մարինե 34 տարեկան։ Մարինե 34 տարեկան։ Կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Մարինե, կա ֆինանսական դժվարություններ։
Բայց գիտեք ինչ, սիրելի Մարինե, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, բայց դրանք ժամանակավոր են։ Որոշակի ժամանակ հետո դուք այդ խնդիրներից, այդ դժվարություններից հաղթանակով դուրս եք գալիս։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, որոշակի ժամանակ, որոշակի աշխատասիրություն, խնդիրները եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ավարտվեն, դուք դուրս կգաք, կլինի հաջողություն։ Վարդան 34 տարեկան, ֆինանսական, Վարդան 34 տարեկան, ֆինանսական, սիրելի Վարդան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով կա ֆինանսական խնդիրներ, կա անձնական բարդություններ ու դժվարություններ, սիրելի Վարդան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի հաջողություն, քանի այս նեգատիվը կա, սիրելի Վարդան, ոչ անձնական հաջողություն կլինի, ոչ էլ ֆինանսական։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Արիդյոմ 35 տարեկան, անձնական, կա խնդիրներ, սիրելի Արտյոմ, ձեր անձնական ոլորտում եւ ֆինանսական դժվարություններ կա։ Գիտեք ինչ, սիրելի Արտյոմ, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են։ Հաջողություն կմտնի եւ ձեր ֆինանսական ոլորտում, ֆինանսական ոլորտի հաջողությունից հետո նաեւ անձնական հաջողություններ կունենաք։ Ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, երկար ժամանակ չէ, դա տարիներ չէ, դուք արդեն հասել եք այդ նպատակին հասնելու ժամանակահատվածին։ Հերմինե 21 տարեկան, անձնական, Հերմինե 21 տարեկան, անձնական, սիրելի Հերմինե, ձեր ազգի վրա կա անեծք թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը չի գալիս, տեղ չի հասնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, կլինի անձնական, փակված է ձեր անձնականը, սիրելի Հերմինե։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ։
Բարևձեզ։ Երևի արդեն դուրս կամ ուղիղ եթերից, եթե հարցեր տվող չկա, լերնո, սիրելի Մարի, չի երևում գրեք, ինչ հարց եք տալիս։ Բարևձեզ։ Լերնո 32 տարեկան։ Սիրելի Լերնո, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, ձեր և անձնականն է փակված, և գործնականն է փակված, նաև ունեք առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այդ նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Լերնո, և նոր կլինի հաջողություն, փակված է ձեր և անձնականը, և գործնականը։ Արևիկ 36 տարեկան, երբ կլինի հաջողություն, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արևիկի համար, Արևիկ 36 տարեկան, սիրելի Արևիկ, ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, գիտեք ինչ դժվարություններ էլ եթե կան, սիրելի Արևիկ, դուք այդ դժվարությունները թողնում եք անցյալում, թողնում եք հետևում, ձեր դեմ բացվում է հաջողության հաղթանակների ճանապարհ, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արևիկ, ձեր երազանքը և նպատակները կատարվում են։ Արփին է 38 տարեկան, ինչ է սպասվում։ Արփին է, ինչ է սպասվում։ Սիրելի Արփին է, հաջողություն է սպասվում և ֆինանսական ոլորտում, և գործնական ոլորտում, և անձնական ոլորտում ձեզ սպասում է հաջողություն և հաղթանակ, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ։ Էմմա 39 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էմմայի համար, Էմմա 39 տարեկան, սիրելի Էմմա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, փակված է ձեր և անձնականը, փակված է ձեր և գործնականը, փակուղու առաջ եք կանգնած, փակված է ձեր մոտ ամեն ինչ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, սիրելի Էմմա, հաջողություններ չի լինի։ Գոր 18 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար, Գոր 18 տարեկան, սիրելի Գոր, հաջողություն է ցույց տալիս, հաղթանակներ է ցույց տալիս, երազանքների, նպատակների կատարում է ցույց տալիս, դուք երիտասարդ եք, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Գոր, ձեր այդ երազանքները, նպատակները կատարվում են։
Թամարա 43 տարեկան ընդհանուր Թամարա ընդհանուր տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար հաջողություններ է ցույց տալիս սիրելի Թամարա եւ անձնական ոլորտ եւ գործնական ոլորտում եթե նույնիսկ խնդիրներ պրոբլեմներ կա դուք այդ խնդիրներից պրոբլեմներից կարողանալու եք հաղթանակով դուրս գալ Լյուդմիլա 31 տարեկան ֆինանսական Լյուդմիլա 31 տարեկան ֆինանսական Սիրելի Լյուդմիլա ձեր վրա կա թուղթուգիր ձեր վրա կա անեզք փակված է ձեր ֆինանսականը փակված է ձեր անձնականը դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք կլինի եւ անձնական կլինի եւ ֆինանսական քանի այս նեգատիվը կա հաջողություններ չկա սիրելի Լյուդմիլա Ես ցեզանից եմ շնորհակալ Ասկանս սիրելիներս երևի ես այսօրվա ուղի եթերը այժամին ավարտեմ վաղը ժամը 2-ից 4-ը նորից կլինեմ ուղի եթերի մեջ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարախոկեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ինձ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Այս կանա սիրելիներս հաջողություն, ստեսություն։